10 հիմնավորում, թե ինչու Օբաման ապրիլի 24-ին պետք է այցելի Հայաստան, վերտառությամբ հոդված է տպագրվել ամերիկյան հեղինակավոր Huffington Post-ում։ Պարբերականը գրում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք երկրների ղեկավարների հրավիրել է Երևան ապրիլի 24-ին մասնակցելու հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողությանը եւ հավելում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Կիպրոսի եւ Բելարուսի նախագահները արդեն ընդունել են հրավերը եւ այդ քայլին պետք է հետևի նաեւ Բարակ Օբաման։ Միացյալ Նահանգների թիվ 1 ինքնաթիռը ապրիլի 24-ին պետք է վայրեջք կատարի Զվարթնոց օդանավակայանում, ավելացնում է Huffington Post-ը։ Հիմնավորումներից մեկը պարբերականը համարում է հայոց ցեղասպանության պատմական փաստը, դրա ճանաչումը որպես ցեղասպանություն 1951 թվականին ամերիկյան կառավարության միջազգային դատարան ներկայացրած փաստաթղթով։ 100-ամյա տարելիցը կարող է լինել Օբամայի վերջին հնարավորությունը վերագտնելու ամերիկյան հանրության վստահությունը ընդհանրապես եւ հայկական համայնքինը մասնավորապես։ Իր այցով Օբաման կարող է Թուրքիային ստիպել ապաշրջափակելու Հայաստանը եւ ի պատասխան հակամարտությունը սրելու Բաքվի գործողությունների հաստատել Վաշինգտոնի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Այցը կօգնի հավասարակշռել Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները, մանավանդ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո։ Միացյալ Նահանգների նախագահը Երևանում հնարավորություն կունենա նաև հանդիպելու իր ռուս պաշտոնակցի Վլադիմիր Պուտինի հետ եւ ուկրաինական ճգնաժամի պատճառով կարիք չի լինի այցելել Մոսկվա եւ մասնակցել երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին։ Ամփոփելով հոդվածը պարբերականը նշում է, որ Օբամայի այցը Հայաստան պատմական կհամարվի, քանի որ կլինի Միացյալ Նահանգների նախագահի առաջին այցը Հայաստան։ Գրիշ Աղաջանյան, Գևորգ Նահապետյան, այսօր։